Ողջույն, մենք շարունակում ենք մեր E-Explain podcast-երի շարքը, որտեղ քննարկում ենք եւ միասին վերլուծում ենք ԵՄ Հայաստան գործընկերությունը, դրա վերաբերող լուրերը եւ նորությունները։ Այսօր մեր երիտասարդ եվրոպական դեսպանների Ծովինարի եւ Արսենի հետ միասին կքննարկենք ԵՄ գործընկերության նոր առաքելության մասին, որովհետեւ գուցե արդեն լսել եք, որ Հայաստանում նոր ԵՄ առաքելություն է հաստատվելու։ Եկեք միասին հասկանանք, թե այն ինչ է իրենից ենթադրում, հա, բայց կառաջարկեմ մինչ սկսելը դրա մասին խոսել, անդրադարձ կատարենք ԵՄ առաքելությանը, քանի որ դրա հետ կապված էլի շատ թյուրըմբռնումներ կան ու դեռ ոչ ամբողջությամբ են մարդիկ պատկերացնում դրա բնույթը։ Օրինակ, ինչ կասեք դրա մասին, ինչ սկսենք խոսել, քննարկել դա, հետո ացում կատարենք արդեն գործընկերության նոր առաքելությանը։ Բարև ձեզ, ուրախ եմ շատ այս ոդքասթերի շարքին միանալու համար ու այս նոր ֆորմատում ԵՄ Հայաստան հարաբերությունները քննարկելու, նախ վերադառնալով առաքելության հիմնական սկզբին ու բացատրենք նախ առաքելությունը ինչ է անում, որն է նպատակը երբ է ստեղծվել։ Առաքելությունը ստեղծվել է 22 թվականին, պատերազմից հետո ԵՄ առաքելության հիմնական նպատակը Հայաստանում դա դիտարկել ու զեկուցել ներսահմանային իրավիճակի մասին, որը սահմանացնելով նկատի ունենք Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով, նպաստել սահմանամերձ բնակչության անվտանգությանը եւ իհարկե աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը։ Դա հիմնական առաջին միշենի փուլն էր։ Ֆիքսենք այստեղ, որ 22 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերը դիտորդական ԵՄ դիտորդական կարողության capacity իրաց խումբը, որ Հայաստանում էր, նշենք, որ Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա են նրանք այստեղ եւ արդեն հաջող մեկնարկից հետո 2023 թվականից արդեն հաստատվեց ԵՄ առաքելությունը հիմնական, որ մինչ այսօր գործում է ու սկզբանե 2 տարով էր մանդատը, բայց այսպես մանդատը երկարացնել։ Առաջին դիտորդական առաքելության մասին երևի նշենք, որ ի սկզբանե ունեցել ենք ընդամենը 40 հոգի, ովքեր եկել են ու դիտորդական առաքելություն են իրականացրել ու նրանք տեղափոխվել են ԵՄ Վրաստանի դիտորդական առաքելությունից, իսկ հիմա արդեն ունենք headquarter հիմնական Գլխամաս ունենք Երեքնազորում եւ դիտորդական առաքելությունը այո 2 տարի մանդատը երկարացնելուց հետո եւս 2 տարով երկարացվել է։ Այսինքն մինչև 27 թվականի փետրվարը դեռ այստեղ են նաև մի քանի կանոններ ունեն մեծ քաղաքներում, այսինքն սահմանի երկայնքում տեղակայված մարզերից, օրինակ Մարտունիում, Գորիսում, մի քանի Ջերմուկ, Կապանում։ Ու կարծում եմ նաև այս դեպքում կարող է նշել ֆորմատը, որ սա միայն դիտորդական առաքելություն է, այսինքն այն անձինք, այն մարդիկ ու պրոֆեսիոնալները, ովքեր որ աշխատում են այս պահին ԵՄ առաքելության շրջանակում, իրենք զինված չեն, այսինքն չունեն ոչ մի զենք զինամթերք պաշտպանություն իրականացնելու, իրենց առաքելությունը միայն ու միայն դիտորդական է։ Ու իրենք էլ հենց քաղաքացիական մասնագետներ են, ոչ թե ռազմական, այդ դեռ ոնց որ փաստում է, որ իրենց գործառույթները հենց միայն դիտորդական ու ուղղված են նրան, որ ուղղակի հաղորդեն, ոչ թե ինչ-որ մի ձև նշանակություն ունեն։ Իրավունքական շատ կարևոր փաստ էր նշել դրա մասին, որովհետև իր բնույթով քաղաքացիական առաքելություն է, ԵՄ առաքելությունը, այսինքն քաղաքացիներ են դիմում եւ գալիս են այստեղ, ուղղակի իրականացնել դիտորդական իրենց առաքելությունը, այսինքն ինչ է իրենց դա ենթադրում նշանակում է, որ իրենք ուղղակի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի սահմաններում իրականացնում են դիտորդական առաքելություն, այսինքն միայն արձանագրում են իրադրությունը սահմանին եւ դրա մասին հաշվետվություններ են բարբերաբար ներկայացնում արդեն Եվրոպական միությանը, այնտեղ համապատասխան մարմիններին, իրանք չեն կարող միջամտել ինչ-որ կերպ, այսինքն գրակոծներ են կամ ինչ-որ տեղի ունենում, իրավասու չեն ինչ-որ մի կերպ միջամտելու եւ նաեւ այստեղ էլի Ծովինարը ինչպես նշեց, իրենք զինված չեն, այսինքն առաքելությունը զինված չէ, իրենք միայն հեռադիտակներով իրականացնում են սահմանի դիտարկումներ ու իրականում երևի նշենք, որ վերջին տարիներին, այսինքն այս վերջին շրջաններում
սահմանում լարվածությունը նվազել է եւ դրա մասին նաև փաստում են առաքելությունից, քանի որ մենք հաճախ հանդիպումներ ունենում ենք դիտորդական առաքելության հետ, ինձ թվում է դա շատ կարևոր փաստ է արձանագրել, նաև երևի խոսենք իրենց դերի մասին, երբ որ իրանք համայնքներում են գտնվում, այնտեղ բնակվում են, գնում են ու համայնքներում հենց համայնքի ներկայացուցիչների հետ խոսում են, ինչը նպաստում է նրան, որ համայնքում բնակիչները իրենց զգան պաշտպանված, որովհետև գիտեն, որ մի չեզոք կողմ կա, որ գոնե ինչ-որ մի ձև իրենց պաշտպանվածության զգացում է փոխանցում։ Հա, հատկապես շրջանում դեզինֆորմացիայի ու deepfake-երի, fake news-ի ամբողջ շրջանում շատ կարևոր է նաև այս մասին խոսել, որ կա այդ երրորդ կողմը, ով անաչառորեն եւ ճիշտ տեղեկատվություն է տարածում այս ամեն ինչի մասին ու կա մի աղբյուր, որտեղից կարելի է նորությունները ստուգել, ճշտել ու վստահ լինել, որ այն թվերը վիճակագրությունները, որ հրապարակում են այդտեղ, ճշգրիտ են ու հարված են երրորդ կողմից, որը չունի ոչ մի նախընտրություն այս ամեն կողմին աջակցելու, հա։ Ու կանխակալ չի։ Նաև քաղաքացիական հասարակության հետ իրենց աշխատանքները տանելու մասով կարևոր է նշել այստեղ, որ իրենք նաև խոսում են իրադրության մասին, քաղաքացիներից են իմանում, եթե ինչ-որ անհանգստություններ կան, բայց շատ կարևոր է նշել այդ անաչառության մասին, որ իրենք ինչ-որ մի կարծիք չեն հայտնում, հա, դրա վերաբերյալ, նրանք ուղղակի արձանագրում են եւ զեկուցում են ինչ-որ լսել են կամ տեսել են։ Այս առումով կարևոր է նշել եւ նաև սկզբնական շրջանում ապատեղեկատվությունների մեծ մասը կապված էր նաև նրանց լրտեսական առաքելություն լինելու հետ, քանի որ շատ էին տարածում լուրեր, որ նրանք լրտեսներ են, հա, նույնիսկ համայնքներում, որտեղ նրանք հաստատված էին, ու նաև Ադրբեջանի սահմանի երկայնքում, քանի որ նրանք տեղակայված չեն, շատ դեպքերում ասում են, որ ադրբեջանական կողմին են ինչ-որ տվյալներ տալիս կամ նրանց կողմից նրանց փոխանցում են ինչ-որ տեղեկատվություն, այս մասով երևի կարևոր է նշել, որ ուղղակի շատ հաճախ երբ որ սահմանային այցեր են լինում այստեղ զինվորականների ուղեկցությամբ պարտադիր Հայաստանի կողմից, նաև ադրբեջանական կողմը զգուշացվում է շատ հաճախ սահմանների այցելության մասին, հա, դա ուղղակի իրենց առաքելության բնույթն է, որ տեղեկացվում են, որ նաև լինելու են այցեր, բայց դա ոչ մի այլ նպատակ չի հետապնդում։ Երևի թե այսքան ընդհանուր իրենց գործունեության մասին մի կարևոր նորություն եւս այստեղ նշենք, որ նոր ղեկավար ունեն, Սատուկոյիվում նշանակվել է Եվրոպական միության առաքելության նոր ղեկավարը Հայաստանում եւ նա իրականացնելու ղեկավարությունը մինչեւ 27 թվականը։ Այս մասով երևի թե այսքան, հա, առաքելության մասին ամփոփեք մի քանի կետով, որ մինչև 27 թվականը դիտորդական առաքելությունը եւ առաքելությունը լինելու է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանային գծով երկայնքով իրականացնելու առաքելությունը դիտորդական հիմնված է Հայաստանի մեկ հիմնական գլխամասային գրասենյակը Եղեգնաձորում եւ այլ 6 քաղաքներում ունեն միայն դիտորդական նպատակ եւ առաքելություն, զինված չեն քաղաքացիական են ու հակառակում կարևոր է նաև նշել, որ քաղաքացիական ասելով նկատի ունենք, որ ԵՄ 27 անդամ երկրներից 25-ից քաղաքացիներ եւ գործընկերներ ժամանում են Հայաստան այնտեղ աշխատելու, նաև համագործակցության շրջանակում նաև ունենք աշխատակիցներ Կանադայից, ովքեր միացել են ԵՄ առաքելությանը, ու կարծում եմ երևի այսքանը կարելի է ամփոփել Եմ առաջինս դիտորդական առաքելության հետ կապված ու եւ եկեք սահուն անցում կատարենք ԵՄ գործընկերության նոր առաքելությանը, որը Եվրոպական միության խորհրդի որոշմամբ ապրիլի 21-ին որոշվել էր դրա ստեղծման մասին, հա, հայտարարել էին ու արդեն Հայաստանում 2 տարի մանդատով գործելու է այս գործընկերության նոր առաքելությունը ու իմիջայլոց դրա նախատիպը, հա, այսինքն նմանատիպ առաքելություն նաև մոտավորապես 4 տարի առաջ Մոլդովայում են հաստատել, այսինքն Մոլդովայում նույնպես եղել է նման առաքելություն։ Այս պարագայում այս նոր համագործակցության առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի կառավարությանը, աշխատելով նախարարությունների տարբեր պետական մարմինների հետ, որպեսզի դիմակայեն ներկայիս 21-րդ դարի շատ արդի սպառնալիքներին, օրինակ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան եւ միջամտությունը, կիբեր հանցագործություններ եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի հարցերում
հարցերում օգնություն է ցուցաբերելու, ինչը դա իրենց ենթադրում։ Հա, իրականում այս բանը շատ կարևոր է, այս առն եւս մի առաքելության հաստատումը Հայաստանում։ Նախ նորից նշենք, որ սա նորից Հայաստան է գալիս ու հաստատվում է Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն ու 3 հիմնական նպատակներ ունի՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտության դեմ պայքարը, կիբերհարձակումները եւ ապօրինի ֆինանսական հոսքերի ղեկավարման մասով mentorship եւ կրթություն տարածելն է ու բացի դրանից հատկապես այս շրջանում, երբ որ ԵՄ Հայաստան հարաբերությունները շատ ակտիվ զարգանում են, հետեւաբար ԵՄ-ի ներկայացվածությունը ու կառավարության հետ աշխատանքները կարևոր են։ Այսինքն, եթե փորձենք հասկանալ տարբերությունը մեր նշած նախորդ առաքելության ու այս առաքելության միջև, սա կայանում է նրանում, որ մեր սկզբում նշված ԵՄ առաքելությունը կենտրոնանում է ավելի անվտանգային հարցերի վրա, իսկ այս առաքելությունը ավելի կենտրոնանում է հենց Հայաստանի ներքին դիմակայության վրա, որը որ նպաստելու է Հայաստանում թե ժողովրդավարության զարգացմանը, թե տարբեր ապատեգատվական եւ այլ սխալների կանխարգելմանը։ Այսինքն մի քանի կետով եթե նշենք, դեռևս ինչ որ մեզ հայտնի է եւ ինչ տեղեկատվության ենք դրապետում, հա, ուրեմն այսօր համագործակցության առաքելությունը ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրում, որ պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, ինչպես արդեն նշեցինք, նախարարությունների, տարբեր պետական մարմինների աշխատակիցների հետ եւ իր մեջ նաեւ ներառում է խորհրդատվական բնույթից բացի տարբեր մասնագետների հետ փորձի փոխանակման հայ սկզբունքի հիման վրա տեղեկությունների փոխանակում մասնագետների ներգրավում, քանի որ անհրաժեշտության դեպքում, այսինքն սկզբնական շրջանում 30-ից 40 մարդ է նախատեսված առաքելության որպես անդամներ, որ պետք է լինեն Հայաստանում եւ աշխատեն թիմում, բայց ըստ անհրաժեշտության նաեւ կարող են այլ մասնագետների ներգրավել ոլորտային, այսինքն այստեղ կարևոր է նշել, որ եթե ինչ-որ պահանջարկ լինի, հա, դրանց ի պատասխան նաեւ կարող են իրականացնել գործողություններ, հրավիրել մասնագետներ, փորձի փոխանակում իրականացնել տարբեր ոլորտներում եւ օրինակ Մոլդովայի օրինակով, եթե անհրաժեշտություն է եղել, օրինակ նոր օրենսդրության մշակման այսինքն այդպիսի հարցերում նույնպես կարող են աջակցություն ցուցաբերել կամ ինչ-որ նոր մարմինների, պետական մարմինների ստեղծման հարցում իրենց դեպքում կիբերանվտանգության նոր գործակալություն է ստեղծվել այս համագործակցության առաքելության շրջանակներում Մոլդովայում։ Սրանք ուղղակի օրինակներ, որ ցույց տան, թե ինչ շրջանակներում կարող է զարգանալ այս նոր գործընկերության առաքելությունը։ Մանդատի մասով նշեցինք որ այստեղ են լինելու, որ մի հատ էլ նշենք եւս մեկ անգամ, ոնց որ սա ամբողջը կախված է նրանից, թե ինչ կցանկանա հենց մեր ներքին կառավարությունը, ոնց կցանկանա շարունակել այս համագործակցությունը ու կախված նրանից, թե ինչ ենք ցանկանում ունենալ Հայաստանում, կախված ինչ խնդիրներ կան, որոնց ցանկանում ենք լուծել, դրա հիման վրա ոնց որ ԵՄ այս առաքելությունը կօգնի, որպեսզի տեղի ունենան տարբեր թե քննարկումներ, թե կառույցներ հիմնվեն նոր ու այս շրջանում կարծում նաև կարևոր է նշել, որ Հայաստանում նմանատիպ կառույցի առկայությունը շատ օգտակար կլինի մեր կառավարության համար, ինչի, որովհետև դեկտեմբերի 2-ին 25 թվականի հաստատվեց ԵՄ Հայաստան ռազմավարական օրակարգը, որը ստեղծվել էր վիզաների ազատականացման ամբողջ process-ը համակարգելու համար ու այդ process-ում ներգրավված էին շատ տարբեր փոփոխություններ 4 հիմնական կետերը, որ տրված են Հայաստանին ու այս առաքելությունը նաև կարծում աջակցություն կունենա կառավարությանը այդ հարցերում առաջընթացներ գրանցելու հարցը։ Այո, այս մասը շատ կարևոր է նշել, որովհետև ԵՄ Հայաստան համագործակցությունը զարգանում է օրորի եւ նոր ձեռքբերումներ են ունենում բարբերաբար, հա։ ԵՄ-ն դառնում է ավելի մոտ, քան երբևէ ու մենք իրոք զգում ենք այդ փոփոխությունը, այո։ Քանի որ անդրադարձ կատարեցինք նաև լայն իմաստով ԵՄ Հայաստան հարաբերություններին այս համագործակցությանը ու ինչպես Արսեն նշեց, շատ կարևոր փուլում են զարգացման ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության, այս փուլում այս համագործակցության նոր առաքելության հիմնական նպատակներից մեկը, այսինքն առանցքային նաև ժողովրդավարության զարգացման ուղղված քայլերն են, քանի որ ինչպես նաև նշել էր ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ընդգծելով կարևորություն այս առաքելության հաստատման, որ Հայաստանում
բայց ոչ միայն Հայաստանը, եկեք նշենք, որ այս օրերում շատ պետություններ բախվում են զանգվածային տեղեկատվական արշավներին եւ կիբերհարձակումների եւ քանի որ մենք ապագայում հաջորդ ամսին մոտ ապագայում ունենք ընտրություններ, շատ կարևոր էր, որը նաև ընդգծվել էր կայակալացի կողմից, որ Հայաստանի քաղաքացիները իրենք պետք է գնան ընտրությունների եւ այսինքն ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն երկրի ապագան, որպեսզի դա չլինի ուղղորդված, ինֆորմացիայի կերպով մանիպուլացված։ Ու այս մասով կարևոր է նշել, որ չկա ժողովրդավարություն առանց ժողովրդի ակտիվ ներգրավվածության ու չի լինում ժողովրդավար պետություն, եթե ժողովուրդը չի ուզում ներգրավի այդ վարման process-ում, հետևաբար հաշվի առնելով մեր նախորդ տարիների ունեցած փորձերը ընտրություններում շատ ցածր մասնակցության, նախորդ տարի մոտ մեր ընտրության իրավունք ունեցող հայ քաղաքացիներից մոտ կեսն էր մասնակցել ընտրություններին, դա շատ ցավոտ թիվ է ու շատ ցավոտ վիճակագրություն է հայերիս համար, հետևաբար այս տարի շատ ուրախ կլինենք տեսնել ավելի բարձր մասնակցություն ընտրություններին, որովհետև ընտրություններն են, որ ստեղծում են ճիշտ ու ժողովրդավար պետության հիմքը ու հենց այդտեղից է, որ ամեն ինչ հետագայում ավելի լավ ապագա է ունենալու։ Ու եւս մեկ անգամ կարևորելով այս առաքելության կարևորությունը, նշենք, որ ժողովրդավարության զարգացումը հենց կնպաստի նրան, որ քաղաքացիները իրազեկ չմանիպուլացված որոշում կայացնեն ու գնան ընտրեն նրան ու կարծում են, որ պետք է։ Ու բացի դրանից նաև կարևոր է նշել երիտասարդության դերը, որովհետև նախորդ տարի բացի նրանից, որ քիչ մարդիկ էին առհասարակ մասնակցել, նաև շատ քիչ երիտասարդներ էին մասնակցել ընտրություններին ու երիտասարդների ձայնը, երիտասարդների դերը շատ կարևոր է պետության զարգացման հարցում, որովհետև տարածված չէ ասել, որ երիտասարդներն են պետության ապագան, հետևաբար պետք է լինել ոչ միայն ապագան, այլ նաև ներկան գնալ ընտրությունների, ընտրել ու ստեղծել ժողովրդավար պետություն, որը բոլորս ուզում ենք ու երազում։ Ինչպես նաև ընտրության իրավունքի կարևորության մասին, խոսելով ամենակարևոր իրավունքներից մեկն է մարդու եւ երբ որ մենք ունենք այդ ընտրության իրավունքը եւ հնարավորությունը եւ որպես երիտասարդներ, երբ որ շատ տարածված կարծիք կա, որ քաղաքականությամբ հետաքրքրված չեն, այսինքն պետք չէ լինել քաղաքականության մեջ ներգրավված, որպեսզի գնան ընտրությունների, դա կարելի ասել, որ յուրաքանչյուրիս պարտքն է եւ շատ կարևոր է, որ բոլորս գնանք ընտրությունների եւ մասնակցենք, նպաստենք ժողովրդավարության զարգացմանը մեր երկրում։ Ու ամփոփելով այս ամբողջ թեման, որ քննարկում ենք, ԵՄ Հայաստան հարաբերությունները, ԵՄ առաքելությունները Հայաստանում, որ ստեղծվել էին, ու նաեւ ընտրությունները ու ժողովրդավարությունը, որ խոսեցինք, կարևոր է այս ամեն ինչում նշել, որ ամեն ինչ ստեղծվում է ժողովրդի համար ու ավելի լավ իրականություն ստեղծելու համար արդեն տնտեսական հարաբերությունների զարգացման առումով վիզաների ազատականացման, ինչ որ Հայաստանում ԵՄ առաքելությունների հիման վրա ու կարևոր է նաև պետության ու ժողովրդի կողմից նաև դրան արձագանքել, իսկ ժողովուրդը այդ ամեն ինչին քաղաքականությանը արձագանքում է ոչ թե քաղաքական գործիչ դառնալով, այլ ընտրությունների գնալով, ակտիվ ձայն ունենալով ու տրված հարթակներում ակտիվ ներգրավվածություն ունենալով, հետևաբար կարևորագույն պայմանն է բոլորի համար գնալ մասնակցել ընտրություններին, որովհետև հակառակ դեպքում ձեր երկրի ապագան որոշում են այլ մարդիկ, ովքեր գնում են ընտրությունների։ Այսինքն ցանկացած պարագայում քաղաքացիական հասարակությունը, այսինքն նաև ժողովուրդը ինքնին կարևոր մասն է կազմում փոփոխությունների, երբ որ մենք նաև խոսում էինք անցած մեր էպիզոդի ընթացքում, այս վիզաների ազատականացման մասին, այն բոլոր բարեփոխումների, որ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը դրա կարևոր մի մասն է եւ մյուս կողմն է այս ամենի, քանի որ այդ համագործակցությունը պետք է նաև լինի քաղաքացիական հասարակության ժողովրդի կողմից։ Նրանք պետք է չլինեն զարումբահ, պետք է լինեն մասնակից, ներկա եւ անպայման լինեն հետևողական, ինչու ոչ նաև այս տեսանկյունից։ Շնորհակալություն ձեր մասնակցության համար նաև այս անգամ շատ հետաքրքիր է ձեզ հետ քննարկել ԵՄ առաքելության մասին եւ առհասարակ ԵՄ Հայաստան հարաբերությունների մասին զարգացման այս շատ կարևոր փուլում։ Շնորհակալություն։ Այսօր այսքանը մեր մյուս հաղորդումների ընթացքում կխոսենք այլ նորություններից, որոնք շատ կարևոր են ԵՄ Հայաստան հարաբերությունների զարգացման շրջանակներում։
Մի մոռացեք հետևել մեր էջին ու մնալ EU Neighbors-ի հետ, որովհետև հետագայում շատ նոր հնարավորություններ, կրթական ծրագրեր, փոխանակման ծրագրեր, նորություններ են տարածվելու Եմը-Հայաստան հարաբերությունների ու երիտասարդներին ուղղված այլ ծրագրերի հետ կապված։ Մինչ նոր հանդիպում։